Հայաստանի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում այլևս ֆլյուորոգրաֆիկ հետազոտություններ չեն իրականացվում։ Առողջապահության նախարարության որոշումն է, ասում են ժամանակի պահանջն է։ Նոր տեխնոլոգիաների և թվային ռենտգեն սարքավորումների առկայության պայմաններում այս հետազոտությունն այլևս էֆեկտիվ չէ։ Ռադիոլոգիան բավականին բուռն մեծ զարգացում է ապրում, ոչ միայն աշխարհում, այլ նաև Հայաստանի Հանրապետությունում, եւ հաշվի առնելով, որ արդեն շատ վաղուց բոլոր ռենտգենաբանական սարքերը, ընդհանրապես ռենտգենաբանությունը արդեն անցել է թվային արտածումների տեսքով, որոշում կայացվեց արդեն 5 ֆլյուորոգրաֆները եւ տվյալ մեթոդը որպես այդպիսին հանել մեր բժշկագիտության ոլորտից։ Մասնագետների խոսքով ժամանակակից թվային ռենտգեն սարքավորումները թույլ են տալիս ավելի մանրամասն ու արագ հետազոտել կրծքավանդակի օրգանները եւ առկա խնդիրների դեպքում հայտնաբերել դրանք։ Ներկա թվային սարքերը հաշվի առնելով իրենց լուծումները եւ արդիական մոտեցումները բավականին ցածր դոզաներով, համարյա թե հավասարազոր ֆլյուորոգրաֆիկ հետազոտությանը կատարում են նույն ֆունկցիան, ինչ որ ֆլյուորոգրաֆիան եւ էֆեկտիվության տեսանկյունից եթե համեմատենք, շատ ավելի էֆեկտիվ են այն առումով, որ կրծքավանդակի պաթոլոգիաները շատ ավելի մանրամասն են ցույց տալի, քան ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունը։ Բժիշկները նշում են, որոշման նպատակը նաև բուժառուների հարմարավետությունն է։ Թվային տեխնոլոգիաների կիրառմամբ տվյալները կարելի է պահել եւ փոխանցել էլեկտրոնային եղանակով, խուսափելով կրկնակի հետազոտություններից, ինչը ֆլյուորոգրաֆիայի դեպքում հնարավոր չէր։ Տուբերկուլոզ հետ կապված ունեցանք ահագին պացիենտներ, որոնք բոլորն էլ անցել էին ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն եւ չէր հայտնաբերվել process-ը, ոչ թե չէր եղել, այլ չէր հայտնաբերվել, որը մենք չենք կարող կոնկրետ կապել սարքի հնարավորության հետ կամ մասնագետի նայելու կամ ծանրաբեռնվածության, բայց ամեն դեպքում ցույց տվեց, որ էֆեկտիվ չէ։ Առողջապահության նախարարությունից վստահեցնում են, մարզային բուժհաստատությունները նույնպես հագեցած են ժամանակակից թվային ռենտգեն սարքավորումներով, ուստի քաղաքացիները ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունների բացառման պայմաններում խնդիրների չեն բախվի։ Քրիստինե Թորոսյան, Էդգար Դավթյան, Լուրեր